Միացյալ Նահանգներն այնքան զորք ու ռազմական տեխնիկա է կենտրոնացրել Մերձավոր Արևելքում, որ պատրաստ է հենց այս շաբաթավերջին Իրանի նոթային հարվածներ հասցնել, եթե Դոնալդ Թրամփը նման հրաման տա։ CNN-ի փոխանցմամբ Պենտագոնից հայտնել են Սպիտակ տանը։ New York Times-ը սակայն գրում է, որ դեռ ոչինչ չի վկայում, որ ԱՄՆ նախագահը որոշում է կայացրել հետագա անելիքների վերաբերյալ, թեև Թրամփը Իրանին վերջերս բազմիցս է սպառնացել ծանր հետևանքներով, եթե գործարքի չգնա իր միջուկային ծրագրի շուրջ։ Սպիտակ տան խոսնակը երեկ չի պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը մտադիր է հետաձգել հնարավոր ռազմական գործողությունը, կախված Իրանի առաջարկներից։ Քերոլայն Լևիտն ասել է, որ Ժնևում այս շաբաթ Իրանի հետ անուղղակի բանակցություններում փոքր առաջընթաց է գրանցվել, սակայն շատ հարցեր դեռ համաձայնեցված չեն։ Որոշ հարցերում մեր դիրքորոշումները սակայն դեռ շատ հեռու են միմյանցից։ Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին իրանցիները թերևս պետք է ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրեն մեզ, եւ նախագահը կշարունակի հետևել, թե ինչպես են իրադարձությունները զարգանում։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ժնևի բանակցություններից հետո Վաշինգտոնն Իրանից գրավոր առաջարկի է սպասում փակուղուց դուրս գալու վերաբերյալ։ Ըստ New York Times-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները Թրամփին զգուշացրել են, եթե հնարավոր գործողության նպատակն Իրանում ռեժիմի փոփոխությունն է, ապա դրա հաջողությունը երաշխավորված չէ։ Ըստ թերթի աղբյուրների Իսրայելը եւս պատրաստվում է Իրանին հնարավոր օդային հարվածներ հասցնել, ստիպելու Թեհրանին զիջումների գնալ։ Ամերիկացի փորձագետների կարծիքով հնարավոր թիրախները կարող են լինել իրանական կարճ եւ միջին հեռահարության հրթիռները, միջուկային օբյեկտները եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված օբյեկտները։ ԱՄՆ ճնշման ֆոնին Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանն այսօր Հորմուզի նեղուցում համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում։ Ռուսաստանը հայտարարել է, որ դրանք նախապես էին պլանավորված։ Իրանի պետական լրատվամիջոցները, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված ալիքներն իրենց հերթին ցուցադրել են ստորգետնյա թունելներից եւ հրթիռային բազաներից կադրեր, որոնք ուղեկցվում են զգուշացումներով, որ երկիրը պատրաստ է պաշտպանվել արտաքին սպառնալիքներից։ Ռուսաստանի արտգործնախարարն էլ զգուշացրել է, որ Իրանին ցանկացած նոր հարված լուրջ հետևանքներ կունենա։ Ալ-Արաբիային տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել եւ գտնել այնպիսի լուծում, որն Իրանին թույլ կտա իրականացնել իր միջուկային խաղաղ ծրագիրը։ Սա լավ հետևանքներ չի ունենա, արդեն հարվածներ հասցվել են Իրանի միջուկային օբյեկտներին եւ որքան հասկանում ենք, միջուկային վթարի իրական ռիսկեր կային։ Բոլորն են հասկանում, որ սա նման է կրակի հետ խաղալուն։ Ռուսաստանը շարունակում է կանոնավոր կապի մեջ լինել Իրանի ղեկավարության հետ եւ որևէ պատճառ չունի կասկածելու, որ Իրանն անկեղծորեն ցանկանում է լուծել խնդիրը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի համաձայն, հավելել է Լավրովը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն իր հերթին երկրի քաղաքացիներին կոչ է արել անմիջապես լքել Իրանը եւ ոչ մի դեպքում չգնալ այդ երկիր։ Ես չեմ ուզում որևէ մեկին վախեցնել հնարավոր զարգացումներով, բայց բոլորս գիտենք, թե ինչի մասին եմ խոսում, թե հակամարտության հնարավորությունը շատ իրական է։